Պարոն Հակոբյան, Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Դրան հաջորդեց արդեն ձեր խմբակցության կողմից ողջույնի խոսքերը, որ շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբականակը։ Այս առումով տարբեր քննադատություններ, վտանգներ են տեսնում, ասում են, որ շատ մի ոգևորվեք, ինչպես Լաչինը փակեցին, այնպես էլ այդ ճանապարհը կարող է Ադրբեջանը փակել։ Դուք ինչ կասեք, ինչ է տալու սա Հայաստանին։ Դե քննադատություններ հիմնականում ուղղում են այն մարդիկ, ովքեր որ տխրել են այդ փաստից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է որոշակի ապրանքաշրջանառություն, ճիշտ է այս պահին պետք է արձանագրել, որ դեռևս ուղիղ սահմանով չի լինում բեռներ տարանցել, քանի որ 30 տարի շուրջ այդ ճանապարհները չեն գործել, բայց սա առաջին քայլն է ի պատասխան եւ ի հավելումն եւ ի շարունակություն այն գործընթացի, որը սկսվել էր Վաշինգտոնում հայտնի իրադարձություններից հետո, երբ նախագահ Թրամփի միջնորդությամբ սկսվեց ապաշրջափակման եւ խաղաղության ընդհանրապես այս գործընթացը ռեալ արդեն իրական հողի վրա։ Ես խորհուրդ եմ տալիս մենք չկենտրոնանանք, թե ով ինչ է ասում, մենք պետք է ուղղակի ողջունենք այս գործընթացը, որովհետև սա շատ կարևոր գործընթաց է, որը բերելու է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը։ Բայց դուք կասկածներ չունեք կամ վտանգներ չեք տեսնում, որ Ադրբեջանը այն գործընկերը չէ, որին կարող ենք վստահել։ Չունեմ ոչ կասկածներ, ոչ վտանգ եմ տեսնում, որովհետև համաձայնությունը արդեն կա եւ այս ամենը իրականություն է, նման բան չի կարող լինել։ Օրինակ հնարավոր է իրենք մի պահանջ ներկայացնեն, Հայաստանը դեմ լինի եւ նրանք որոշեն, որ պետք է փակեն այդ ճանապարհը։ Տեսեք, եկեք ոչ մի բան չհորինենք, ոչ էլ ընկնենք կանխավարկածների հետևից, նման բան չկա, հիմա արդեն գործընթաց է գնում, երբ որ սա ապաշրջափակման նախնական փուլն է եւ սա իրականություն է, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսքանով եկեք մենք տուր չտանք ոչ մի կանխավարկածի, որը որ ծնվում է որոշ մարդկանց ուղեղներում ընդդիմադիր եւ որը իրականության հետ կապ չունի։ Հիմա սա խոսում են մասին, որ խաղաղության, այսպես օրակարգը արդեն մտնում է գործածության մեջ, դուք իրատեսական համարում եք, որ կկնքվի այդ պայմանագիրի վերջը։ Ես իրատեսական համարում եմ, որ կկնքվի, ես լիահույս եմ, որ կկնքվի եւ սա այո փաստ է, որ խաղաղության գործընթացը սկսել է արդեն ապաշրջափակման գործընթացը հողի վրա աշխատել։ Նաև խոսենք մեկ այլ խնդրի մասին, որի հարցով անընդհատ խոսում են բեռնափոխադրում իրականացնողները, բեռնափոխադրողները, նրանք ասում են, որ Բագրատաշեն Բագրագոգավանը ճանապարհները փակել էին եւ ասում են, որ Փաշինյանը թող գա եւ բացատրություններ տա մեզ։ Դուք այս ամենի մեջ տեսնում եք նաև քաղաքական դրդապատճառներ։ Ոչ, քաղաքական դրդապատճառ այդտեղ չեմ տեսնում, մեր հայրենակիցներն են, մեր հարգելի սիրելի քաղաքացիներն են, ովքեր որ պնդում են, որ 90 օրը իրենց մեքենայի ՌԴ-ում գտնվելու ժամկետը քիչ է եւ շատ հաճախ խցանումների եւ այլ պատճառներով չեն հասցնում 90 օրվա մեջ տեղավորեն իրենց գործերը եւ պահանջում էին, որպեսզի այդ օրի քանակը երկարացվի մինչև 180 օր։ Ես նաև գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարություն, կառավարության այլ ստորաբաժանումներ զբաղվում են այս հարցով եւ սա եւս նորմալ է, նաև անսալով մեր սիրելի քաղաքացիների պահանջին իշխանությունը սրանով զբաղվում է։ Արտաքին խնդիրներ չեք տեսնում, այսինքն սա քաղաքական հարց լինի Ռուսաստանի հետ կապված հարաբերություններով, ինչու՞։ Քաղաքական որևէ կոնտեքստ այստեղ չեմ տեսնում։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված գործերը ինչպես են ընթանում, վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ասում էր, որ ավելի մեծ շրջանառություն է իրականացվել, քան Նիկոլ Փաշինյանն էր ներկայացնում, հետո արդեն այստեղից ներկայացրեցին թվերը։ Ամեն դեպքում դուք այստեղ հարաբերություններում խնդիրներ չեք կարծում, որ կարող են առաջանալ։ Ձեզ տեղեկացնել, որ ԵԱՏՄ-ում գործերը չնայած բոլոր բայղուշների այսպես ժողովրդական բառ այդ բոլոր բայղուշների կանխատեսումներին ԵԱՏՄ-ում գործերը շատ լավ են եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այս պահին այս տարի եւս
բոլոր կանխատեսումներով ունենալու է աճ եւ բավականին լավ աճ եւ ես նաեւ հղում անելով պաշտոնական մեր գործընկերների պաշտոնական հրապարակած տվյալներին ուզում եմ նաեւ ձեզ ներկայացնել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության հետ կապված որևէ խնդրահարույց չկա։ Ինչ հարց կա դա աշխատանքային մակարդակում է, ինչ հարց կա դա կարգավորվող եւ հնդածս հարցեր են եւ նաեւ մենք օրեր հետո նաեւ առիթ ունենք բյուջեի հետ կապված քննարկումների ժամանակ սրան անդրադառնալ նաեւ կառավարության մեր գործընկերների հետ միասին եւ դուք նաեւ այստեղ եւս կհամոզեք, որ որևէ խնդիր չկա։ Առևտրաշրջանառությունը ավելանում է ամեն տարի, իհարկե լինում են տարբեր արտաքին իրավիճակներից կախված վայրիվերումներ, բայց մենք ունենք ստաբիլ ապրանքաշրջանառություն եւ ստաբիլ ապրանքաշրջանառության աճ այն ապրանքատեսակների հետ կապված, որոնք որ արտաքին որևէ ազդեցության հետ կապ չունեն։ Սա չափազանց կարևոր արձանագրում է եւ այս արձանագրումը մեզ թույլ է տալիս շատ վստահ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի ընձեռած գործիքակազմը մաքսիմալ կերպով օգտագործում է։ Ինչու է Վլադիմիր Պուտինը հիշեցնում առևտրաշրջանառությունը եւ Փաշինյանն ասում էր դու ինքդ ասա, ինչքան առևտրաշրջանառություն է եղել։ Ուզում էր որպեսզի Փաշինյանը իր լեզվով խոստովանի, որ մեծ շահավետ է ԵԱՏՄ-ում մնալը եւ Եվրամիություն գնալու մասին չմտածենք։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր պնդումը, բայց ես ինքս էլ նշում եմ, որ մեզ համար շահավետ է ԵԱՏՄ-ում մնալը։ Ես նաև դուք գիտեք, որ այդ հանձնաժողովն եմ ներկայացնում, պատասխանատուն եմ հանձնաժողովի եւ ես միևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետությանը ընձեռում է շատ մեծ գործիքակազմ ապրանքաշրջանառության եւ տնտեսության աճի, ինչը Հայաստանի Հանրապետությունը կարելի է ասել եթե ոչ ամենաէֆեկտիվը, ապա շատ էֆեկտիվ օգտագործում է։ Բայց դուք նաև Եվրամիություն եք գնում, օրենք եք հանել, նկատի ունեմ խմբակցությունը։ Նիկոլ Փաշինյանն ասում է 4-րդ հանրապետության ռազմավարությունն է Եվրամիություններ մտնելը, այդ ռազմավարություններից մեկն է։ Հիմա ինչպես եք համատեղելու, երբ որ Ռուսաստանի փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը ասում է, որ անհամատեղելի է դա։ Տեսեք, ես երևի 10 անգամ այս թեմայով խոսել եմ։ Պետք չի իրավիճակները դիտել եւ դիտարկել հակադրության մեջ, պետք է դիտարկել համադրության մեջ։ Այո, մենք օրենք ենք ընդունել, այո, մենք մեր ծրագրերում նաեւ արձանագրել ենք այնինչ ուզում ենք անենք եւ այնինչ արել ենք եւ այնինչ անում ենք։ Եվ ես ձեզ առաջարկում եմ այս ամեն ինչը դիտարկել համադրության կոնտեքստում։ Եվ ընդհանրապես պետք չի համադրելի է նախ Ռուսաստանից ասում են, որ դա անհամադրելի է։ Համաձայն չեմ ձեզ։ Վերջուկի հետ համաձայն չեք։ Ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանի Հանրապետությունը, ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը առաջ շարժվում եւ պետական ինստիտուտները ինչ ուղղությամբ են առաջ տանում մեր տնտեսությունը, բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նաև Եվրամիության հետ կապված մենք ունենանք շատ մեծ հնարավորություններ ապրանքաշրջանառության, այդ ամենը այսօր իրականություն է։ Պետք չի, դուք լսել եք որևէ մի պաշտոնյայից, պետական բարձրագույն պաշտոնյայից, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդպիսի բան չկա։ Դուք չեք կարող այդպիսի մի օրինակ բերել, նշել, որևէ պաշտոնյա, այդպես գիտեք ինչի չի ասվում։ Գիտեք, որտեվ չկա այդպիսի բան։ Այո, բայց եթե գնում ենք Եվրամիություն, ապա այս դեպքում խնդիր է առաջանում, եւ հենց Ռուսաստանն է այդ մասին խոսում, մենք որքան էլ չխոսենք։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը կասեցնելու կամ չգիտեմ ինչ ձևակերպում ուզում եք դրեք, նման օրակարգ չունի։ Ընդհակառակը, ինչեւ ես եւ դուք հիմա հարցազրույց ենք անում այս թեմայով, ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի եւ մասնավորապես Ռուսաստանի հետ աճում է եւ պատկան մարմինները անում են ամեն ինչ, որ ավելի շատ աճի։ Ստոպրոստերի հետ կապված հայկական խնդիրներ են առաջանում, ասում են, որ ճապոնիզմին չեն համապատասխանել
եւ այլ մոտեցումների սա արդյոք եւ այս կերպ չեն ցույց տալիս, որ տեսեք թե ինչ վտանգների առջև կանգնեք, եթե մտածել դուրս գա։ Չեմ ուզում այդպես մտածել, ես ձեզ կարող եմ օրինակներ բերել։ Օրինակ տեսեք, դուք խոստիկ ծաղիկների մասով, չէ՞, եղել է խնդիր եւ դրանից հետո այդ խնդիրը կարգավորվել է։ Հիմա ես հարց եմ տալի, քաղաքական է թե չէ։ Եթե խնդիրը կարգավորված չլիներ, ձեր հարցը ինքը իրավունք ունենար գոյություն ունենար հիմա։ Այո, պարբերաբար է լինում, շատ վատ է որ լինում է, մենք պետք է անենք ամեն ինչ, որ չլինի, բայց ես չեմ ուզում, որպեսզի մենք գնահատական տանք մի բանի, որը չկա։ Այս բանի նման խնդիր օրինակ չկա։ Ինչքան էլ տարբեր էլի բայղուշներ փորձեն բայղուշություն անել, չկա, ուղղակի չկա։ Եվ պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակի օրը մասնակցել է Հովանավանքում պատարագին, դուք եք մասնակցելու։ Այո։ Ինչու եք այդպես որոշը։ Փաշինյանն է ասել, որ մասնակցեք, ինչպես որ ընտրությունների հետ կապված էր Երևանի ավականու այդպես չաթում գրել, որ մասնակցությունը պարտադիր է եւ հետը մարտիկ վերելը պարտադիր է։ Հիմա էլ նույն կերպ այդպիսի հրահանգ է ուղարկել։ Բան ասեմ, այդ շատ լավ է, որ այդ չաթից, որտեղ երևի եթե չեմ սխալվում 1000-ին մոտ մարդ կա, այդ չաթից արտահոս կա տեղի ունեցել եւ շատ լավ է, որ այն մարդիկ ովքեր որ ունեցել են հնարավորություն այդ չաթում դեգերելու ամենագտած իրենց հա չէ ես լավ իմաստով եմ ասում իրենց գտած ամենավատ բանը այն էր որ վարչապետը ասում է հանկարծ ռեսուրս չկիրառեք, նկատի ունի վարչական ռեսուրս չկիրառեք, նկատի ունենալով գիտենք դա ինչա, ստիպելով աշխատողներին տանել, ինչ-որ քաղաքական գործընթացների մաս դարձնել, ենթականների սպառնալ եւ այլն։ Եվ սա ես հպարտությամբ նշում եմ, որ այո, ես մի քաղաքական ուժի անդամ եմ, որի ղեկավարը տիրապետելով վարչական ռեսուրսի 100%-ին հանձնարարում է իր թիմակիցներին վարչական ռեսուրս չկիրառել։ Ավելի լավ, տեսեք, ավելի լավ, քան այդ հրապարակված հատվածն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության արժեհամակարգը ոչինչ չի կարող բնորոշել։ Այո, մենք այն քաղաքական համակարգն ենք, ում արգելված է վարչության նախագահի կողմից վարչական ռեսուրս կիրառելը։ Եվ սա ես նաև ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի հեղափոխության, Թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքներից մեկն է եւ սկզբունքներից մեկն է, որ մենք ունենք իշխանություն։ Մարդիկ է բերում Երևանի ավականու ընտրություններին մասնակցելու։ Որ փոխմարզպետը Ես այնտեղ տեսել եմ մի փոխմարզպետի գրառում, դա Կոտայքի մարզի փոխմարզպետի գրառումն էր, եւ եթե դուք տեսնեք, այնտեղ նշվում է, որ հրավիրեք մասնակցելու ձեր համախոհներին, ձեր ընտանիքի անդամներին, ովքեր որ ենթադրվում է, որ եւս համախոհ են։ Եվ ասենք թե հիմա կարող է այդ մարդու ընտանիքի անդամներն էլ համախոհներն էլ այդքան շատ են։ Հիմա ինչ կա դրանում։ Հիմա մենք ես եւ դուք ինչ մեկնաբան ենք։ Կիրակի օր արդյոք նույնն է լինելու եւ այն որ երբեք չենք տեսել որ դուք պատարակներին մասնակցեք եւ հիմա բոլորդ մեծ ողջավորությամբ մասնակցում եք։ Երբեք չենք տեսել որ դուք պատարակներին մասնակցեք։ Օրինակ դուք ձեր լրատվականը։ Օրինակ ձեր լրատվականը եւ երբեք չեք տեսել որ մեզանից որևէ մեկը պատարակի մասնակցի։ Հակային որ դուք հայտարարել որ մենք պատարակի ենք մասնակցում, չենք տեսել այդպես հավաքական։ Լավա չեք ասում որ քաղաքացիական պայմանագրում բոլորը անհավատ են, լավա դες բան չեք ասում։ Առանձին գուցե գնում են մենք չենք նկատել, բայց ընդհանուր որ այդպես հայտարարեք, որ մենք գնում ենք պատարակի, կոչ անեք որ միանան ձեզ չենք տեսել։ Իսկ օրինակ պատկերացրեք իրավիճակ, երբ չկա օրակարգ որևէ եւ որևէ մեկը առանց օրակարգի, առանց դրա պահանջի ինչ որ հայտարարություն անում։ Դա նորմալ է, նորմալ չի, չէ՞։ Հիմա կա օրակարգ եւ այդ օրակարգը վերաբերվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Եվ մենք այդ օրակարգի
հետևից գնալու ենք եւ մենք որպես ես օրինակ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ մասնակցելու եմ պատարագին։ Դու արդեն վեհապարին հեռացնելու գործընթացին։ Ես ցավում եմ եւ մեծ ցավով եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք իրավիճակ եւ այդ իրավիճակը բավականին խորն է, այնքան խորն է, որ ես անձամբ չեմ իմացել, որ վեհապարը հանձնարարել է, ստիպել է հոգեվորականներին իրենց կամքին հակառակ մասնակցել միտինգների։ Ես սրա բացատրությունը չունեմ, ես չեմ հասկանում եւ մեկ երկու հոգու ասածը հիմք եք ընդունում, եթե այդպեսի բան կար համատարած պետք է դժգոհեին, ոչ թե մենակ Տեր Արամը դժգոհեր։ Հոգի չի։ Խոսքը մեր հոգեվորականների մասին է, ովքեր որ հարգված հոգեվորականներ են եւ իրենց կյանքը նվիրել են հոգեվոր ծառայությանը, դա հավատացեք բավականին բարդ բան է։ Երբ որ մարդ իր կյանքը նվիրում է հոգեվոր ծառայությանը եւ փորձում է չխախտել այն հավատամքը, որը կա, եւ այդ մարդկանց ստիպում են հոգեվորականին նախ ստիպում են զբաղվել քաղաքականությամբ, երկրորդ հոգեվորականին ստիպում են մասնակցել միտինգի, հակաիշխանական միտինգի եւ սրանից ավել բնորոշում, որ մի բան այն չի, չէր կարող լինել։ Եվ հոգեվորականները ասում են ոչ մեկ մեզ չի ստիպել, մենք ինքներս ենք ուզում գնանք եւ իրենք չեն միանում Ստեփան Ասատրյանի ասածներին, նրա հետ ասում են մենք համաձայն չենք, թե մեզ ստիպել են։ Տեսեք, օրինակ եթե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, մենք պետք է լռենք, ասենք նորմալ է։ Օրինակ Բագրատ Գալստանյանը նշում էր, որ ինքը իր շարժումը սկսել է ստանալով վեհապարի օրհնությունը։ Հիշում եք, չէ՞։ Հիմա եթե որևէ հոգեվորական ինչ-որ գործունեություն է սկսում եւ ասում է ստացել եմ վեհապարի օրհնությունը, ինչ է կարծում, երբ որ քաղաքականության մեջ մտնելով եկեղեցական գործիչը ստանում է վեհապարի օրհնությունը, արդյոք դա չի նշանակում, որ մյուս հոգեվորականները, ովքեր որ ունեն օրինակ այլ տեսակետ քաղաքական, արդեն խնդիր ունեն, ներսում են։ Այո, սա դա է նշանակում։ Հիմա իմ ասածը որ Բագրատ Սրբազանի հավաքներին մեծ թվով հոգեվորականներ չկային։ Ես գիտեք ինքս նման հաշվետվություն չեմ անցկացրել, նա վերլուծություն չեմ անցկացրել, հիմա հաշվետվություն ներկայացնեմ, բայց ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որ կա, պետք է հանգուցալուծվի եւ այդ իրավիճակի հանգուցալուծումը իմ կարծիքով ցույց կտա ժամանակը եւ Շում եք եկեղեցին։ Նախ երբեք որևէ մեկը չի կարող եկեղեցու հանդեպ նման ձեր բնորոշումը չեմ էլ ուզում օգտագործել նման բան անի, այստեղ խնդիրը այն մարդկանց մեջ է, ովքեր որ հենց իրենք լինելով եկեղեցական եւ զբաղվելով իրենց կյանքը տալով հոգևոր ծառայությանը չեն հետևում հոգևոր ծառայության կանոնների, ինչ են պահում պատվիրանները, օրինակ չեն շնանը, որ այնտեղ ասում եմ Դուք եք դա որոշում։ Նկատի ունեմ իշխանությունը։ Մենք չենք դա որոշում։ Դա որոշում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները։ Գիտեք, եղել են իմ խորին համոզմամբ, սա արդեն իմ կարծիքն է, եկեղեցին կարիք ունի բարեփոխումների։ Եվ այդ բարեփոխումները պետք է լինեն նաև ժամանակին համընթաց։ Որն է, որ համաձայն լինի ձեր բարած քաղաքականության հետ։ Երբեք Նիկոլ Փաշինյանի ասածներին չհակադրվի, չասի ինչու Արցախը Պրահայում ճանաչեցիք Ադրբեջանի կազմում։ Ասում եք, որ ես բարեփոխում ասել եմ նկատի ունեմ, որ երբեք ինչ-որ բանի չհակադրվի։ Մենք հիմա պետք է քննարկենք։ Փաշինյանն ուզում է ենթարկել եկեղեցուն։ Հարցազրույց անելու բան է։ Որտեվ ես այլ բան եմ ասում։ Ասում եմ եկեղեցին պետք է բարեփոխվի։ Եվ եկեղեցին ինչի պետք է բարեփոխվի։ Հիմա պետք է պատասխանեմ ձեզ, որովհետև այն օրենքները, որ հիմա գործում են եկեղեցում, դրանք հազարամյակներ առաջ ու առնվազն 1000 տարի առաջվա կանոնագրքերն են, որոշումներն են, որոնք միգուցե փոփոխման կարիք ունեն։ Ես սա չեմ վիճարկում։ Բայց գիտեք, մի բան է ունենալ ինչ-որ կանոն, որով դու պետք է ապրես, եւ մի բան է 180 աշճան անել հակառակ։
Օրինակ ձեր համար նորմալ է, որ կուսակրոն հոգևորականը ունի կին, սիրուհի, տարբեր հաճույքներից է օգտվում, որը եկեղեցական կանոնագրքերով արգելված է, չի պահում պատվիրաններից ոչ մեկը, օրինակ, չգիտեմ, տարբեր պատվիրաններ կա, որ չեն պահում իրանք։ Հիմա ձեզ համար, տեսեք, հիմա ձեզ համար սա նորմալ է։ Ես ձեզ հարց եմ տալի, դուք ինձնից հարցազրույց եք անում, թե դուք քաղաքականությամբ եք զբաղվում, տեսեք, հիմա ես ասում եմ, սա նորմալ է, հեսա պատասխանը, ավարտեմ, սա նորմալ է, նորմալ չի, չէ։ Այն որ մենք ունենք այդ իրավիճակը, ես օրինակ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, կուզեի, որ որևէ խնդիր չլիներ, որևէ խնդիր չլիներ, բայց այդտեղ խնդիրը եկեղեցու իշխանության մեջ չի, այդտեղ խնդիրը եկեղեցու ու պետության մեջ է, այդտեղ խնդիրը եկեղեցու ժողովրդի մեջ է, ցավոք սրտի։ Եվ միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ հայ առաքելական սուրբ եկեղեցում մենք այսօր ունենք բազմաթիվ հոգևորականներ, ովքեր ում հետ որ շփվելը, ծանոթ լինելը, նրանց խոսքը լսելը մեծագույն պատիվ է եւ մեծագույն հնարավորություն եւ այդ մարդիկ սրբորեն հետևում են այն պատվիրաններին եւ այն կանոնագրքերին, որոնցով որ առաջնորդվում են։ Եվ ես ցավում եմ, որ նրանց կողքին ունենք հոգևորականներ, ովքեր որ մեղմ ասած իրենց վարքով չեն փայլում եւ անում են այն ինչ որ արգելված է հոգևոր գործունեության հետ համատեղելի չէ։ Հիմա վեհապարին ինչպես եք հեռացնելու, ինչ դրա ուժով հանելու եք վեհարանից։ Տեսեք։ Մի արեք այնպիսի մեկնաբանություններ, ինչը որ խաթարում է եւ ճշմարտության հետ որևէ աղերս չունի։ Դուք այսքան ժամանակ լսել եք, որ մեզանից որևէ մեկ ասի ուժով վեհապարին մենք հեռացնել ենք։ Հիմա ես այլ բան եմ ասում, տեսեք, ես այլ բան եմ ասում։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ հայ առաքելական եկեղեցին պետքա բարեփոխվի, պետքա գնա բարեփոխումների ճանապարհով, չի լինելու այլ կերպ, եւ սա բնական զարգացման էվոլյուցիա է, ինքը չի կարա չլինի, բայց սա չի նշանակում, որ մարդը, որ խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է շարունակի պաշտոնավարել որպես վեհապար, կատարել իր ծառայությունը, հոգևոր ծառայությունը եւ այլն։ Եվ այստեղ պետք չի տարերային։ Հիմա ես հարց եմ տալի, դուք չեք պա, դուք հարց եք տալի, ասում եք, բայց համել, տեսեք, համել որպես լրագրող չեք, համել կոմենտներ եք անում, կարծիք եք ասում, ինչը նորմալ է, բայց գոնե հարցին էլ պատասխանեք։ Հիմա ձեզ համար նորմալ է, որ կուսակրոն հոգևորականը ունի զավակներ։ Օրինակ ձեր համար դա նորմալ է, անձամբ ձեր եւ ձեր խմբագրություն։ Տեսեք, էլի չեք պատասխանում։ Կարամ ես ենթադրեմ, որ նորմալ է։ Կարող եմ ենթադրել։ Այնտեղ է, որ դուք երբ եկաք իշխանության, երբեք որևէ խնդիր չեք տեսնում Նիկոլ Փաշինյանը շատ ջերմ լուսանկարվում էր կաթողիկոսի հետ։ Երբ որ հրաժարական պահանջեցին, ես ինքս երբեք չեմ մտածել, որ կուսակրոնության ուխտը, օրինակ մեր վեհապարը կարա խախտած լինի։ Բայց հիմա ես ձեզ հարց եմ տալի, էլի դուք ասում եք դուք Ինչու Փաշազադեից հետո Փաշազադե նորմալ է, կուսակրոն հոգևորական ունենա զավակներ։ Ձեզ համար նորմալ է։ Փաշազադեի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը պայքար է մղում կաթողիկոսի դեմ։ Պատասխանեց իմ հարցին հարգելի լրագրողը եւս մեկ լրագրողը հանդեսվեց եւ հարցերը չեմ զերատալի որպես լրագրող։ Ես հարցեր եմ տալիս, դուք ինձ հարցեր տալի իրավասություն չունեք։ Շատ լավ, բայց դուք էլ դե դեպքում բացի ես որ հարցերին պատասխանում, դուք հետո գնահատականներ եք տալիս։ Փաշազադեի հետ համընկնում է ձեր հայտարարությունը, Փաշինյանի հայտարարությունը, որովհետեւ այս գործընթացը Փաշինյանն է մեկնարկել, դուք աջակցում եք։ Այն որ եկեղեցու դեմ հայտարարություններ անում Փաշազադեն, ասում է չեն ուզում խաղաղություն եւ այլն, ռևանշիստ է նրանց անվանում։ Ես տարբերակ ունեմ պատասխանելու, բայց ես կընտրեմ այն տարբերակը, որ մեր նաեւ հետո մարդիկ ովքեր որ կդիտեն այս հարցազրույցը,
այլ բան չմտածել։ Նախ ձեր հարցը абսուրդ է, ձեր հարցը անտրամաբանական է, ձեր հարցը բացի այն որ վիրավորական է, նաև ձեր հարցը քողարկված մի քիչ տեղ նաև որակում կա, բայց չեմ ուզում տա։ Պատասխանեմ, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ պատասխանեմ։ Ոչ, չկա որևէ համընկնում։ Սա գործընթաց է, որ սկսվել է անկախ այլ երկրի որևէ գործչի հայտարարությունից եւ абսուրդ է, որ ընդհանրապես այս հարցը կա օրակարգում եւ ես ցավում եմ, որ սենց հարց ընդհանրապես դուք տալիս եք։ Ձեր մյուս թեմակիցներն են Հովանավանքում լինելու Կիրակի օրը։ Չեմ կարող ինչ որ մեկի անունից պատասխանել, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մեզ մոտ արգելված է վարչական ռեսուրս կիրառելը եւ արգելված է որևէ մեկին ստիպողաբար որևէ տեղ տանելը, թեկուզ հրավիրելը, բայց ստիպողաբար իրենց կամքին հակառակ։ Հիմա ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, բայց չեք վախենում, որ միայնակ կարող եք լինել, նկատի ունեմ շատ քիչ մարդ աջակցի այս գործընթացում իշխանությանը վեհապարին հեռացնելու։ Բացարձակ չեմ վախենում, որովհետև մի բան ձեզ կարող եմ ասել։ Ես պետք է արձանագրեմ, որ Տեր Արամի պայքարը արդար է եւ Տեր Արամ քահանան հեռացվեց փաստորեն իրենց պատկերացմամբ կարգալույծ արվեց ընդամենը այլախոհության համար։ Եվ ես ցավում եմ, որ մենք այսօր ունենք իրավիճակ, երբ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդները, հողի վրա առաջնորդները կարող են իրենց հոգևորական ընկերոջը հեռացնել, կարգալույծ անել այլախոհության համար։ Սա հենց ամենաիսկական բնորոշումն է, որ մենք մի վարքյան, սա ամենաիրական բնորոշումն է, որը մեզ հիմք է տալիս մտածել, որ եկեղեցին կարիք ունի բարեփոխումների։ Գնացել է, ասում են, եւ սուտ մատնություն է արել։ Եվ իրա պատճառով նաև Արագածոտնի թեմի առաջնորդները կալանավորված։ Ես կարծում եմ, որ այդ ինֆորմացիան սուտ է, ուղղակի սուտ է, որ ինչ որ մեկը սուտ մատնություն արել։ Ես կարծում եմ, որ այդ ինֆորմացիան սուտ է։ Ուղղակի ես սա անձամբ իմ կարծիքն է, բայց ես կճշտեմ անպայման դա ճիշտ է թե ոչ։ Ես կարծում եմ, որ դա սուտ է, եւ սուտը տարածողներն էլ ուղղակի մարդկանց բարի համբավի հետ են խաղում։ Իսկ բախումներ կարող են լինել քաղաքացիական։ Տեսեք, որևէ բախում չի կարող լինել որևէ մեկի հետ։ Մենք բոլորս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք եւ այս գործընթացը ինքը պետք է հանգեցնի համերաշխության, խաղաղության, առավել հավատքի, նաեւ շատ մարդկանց մոտ հավատքի, կորսված հավատքի նաեւ վերականգնման։ Եվ ես խնդրում եմ, որ այս process-ները դիտարկել այս տեսանկյունից։ Վերջին հարցը, դուք ինչու ի վերջո չընտրվեցիք վարչության անդամ։ Ինչ դժգոհություն ունի Փաշինյանը ձեզանից, որ դուք ամեն դեպքում չընտրվեցիք։ Տեսեք, ես վարչության անդամ չեմ ընտրվել, որովհետև իմ սիրելի կուսակցական պատվիրակները որոշել են, որ ես չեմ ընտրվելու վարչության։ Եք աշխատել դրա համար։ Որոշել եմ, որ ես չեմ, այսինքն ես չեմ ստացել բավարար չափի ձայն վարչության անդամ դառնալու համար։ Սա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար եւ ընդհանրապես լրատվական դաշտի տարօրինակ է, որ մենք ունենք իշխանություն, որը այդ աթոռները sense չի բռնում, կլեն լցնի կպնի այդ աթոռին, էլի։ Օրինակ ես շնորհավորել եմ ընտրված վարչությանը, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, որը մի քանի օրից կսկսի արդեն աշխատել նոր վարչությունը։ Կարծում եմ, որ նոր վարչությունը ունակ է դիմագրավել են մարտահրավերներին, որը մենք ունենալու ենք։ Պետք է չէ անհանգստացնի, թե ինչու չեն ձեզ ընտրել։ Նշանակում է դժգոհություն ունեն կամ ինչ-որ խնդիրներ կա ձեզ հետ կապված։ Անհանգստացնում է եւ ես կարծում եմ, որ ես եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ չեն ընտրվել վարչության անդամ, պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի հետո երբ առաջադրվենք, եթե նման որոշում կունենանք, այդ ժամանակ ընտրվենք վարչության անդամ։ Ոչ միայն նեղացած չեմ, այլև
ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն հարյուրավոր պատվիրակներին, ովքեր որ ինձ ձայն են տվել, նաև այն հարյուրավոր պատվիրակներին, ովքեր որ ձայն չեն տվել, մենք մի ընտանիք ենք, մի կուսակցություն ենք, մի գաղափարակիցներ ենք եւ ես բոլորին շատ սիրում եմ, հարգում եմ եւ որևէ հետ այս ամեն ինչի իմ վրա չի թողել։